Արոտ տակ եղանակը կպահպանվի մինչ վաղը, շաբաթ օրը։ Վաղը չէ մյուս օրը, կիրակի, կդառնա անպամած անձրոտ։ Վաղը շաբաթ է արդեն։ Ալո, հայ, ախպեր։ Թաքնված գաղտնիք է։ 7-րդ օրը շաբաթ օրն է։ Էյ, հա։ Մատթեոս 24-րդ գլուխ 20-րդ համար է։ Ախպեր։ Մեծ եղբորս հանկարծակի զանգը։ Նա ասաց, որ դա Աստվածաշնչի գաղտնիք էր։ Այդ օրվանից հետո կյանքս փոխվեց։ Ինձ համար մեծ օրհնություն էր իմանալ գաղտնիքը։ Ես հետամուտ եղա գաղտնիքին։ 321 թվականին Հռոմի կայսր Կոստանդինը շաբաթվա առաջին օրն անվանեց Արի պատվարժան օր։ Բոլոր քաղաքաբնակները պետք է հանգստանան Արեգակի պատվարժան օրը։ Առաջին օրը կիրակի հաստատվեց որպես պետական տոն երկրպագության օր։ Աստծուն երկրպագելու օրը, 7-րդ օրը, շաբաթ օրը վերածվեց։ Աստծո շաբաթը շաբաթվա 7-րդ օրն է։ Շաբաթվա առաջին օրը կիրակին է, շաբաթվա վերջը շաբաթ օրն է։ Շաբաթն երկրպագության օրը, շաբաթ է։ The Sabbath, the most glorious day in the law, has been changed into the Lord's Day. This has not been done by the command of Christ, but by the authority of the church. Ինչպես են համարձակվում փոխել Աստծո օրենքը։ Շաբաթի օրը շաբաթ թաղվել է պատմության մեջ։ Ոչ ոք չէր կարող ստանալ հավիտենական հանգստի օրհնություն։ Մեծ մարգարեներ, ինչպիսիք էին Մովսեսը, Եսուն, Դավիթը, Եղիան, պահում էին շաբաթը այն բանից հետո, երբ գիտակցեցին շաբաթի օրհնությունը։ Հիսուսը, Պետրոսը և Հովհաննեսը նույնպես պահում էին շաբաթն։ Հիսուսի համբարձումից հետո Պողոս առաքյալը նույնպես պահում է շաբաթն։ Աղոթեք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը։ Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչ հիմա չի եղել, ոչ էլ երբեք կլինի։ Ճիշտ է։ Շաբաթն Աստծո կանոնակարգն է, որը մենք պետք է պահենք մինչև աշխարհի վերջ։ Այսօր էլ, երբ պահում ենք շաբաթն, կարող ենք ստանալ Աստծո օրհնությունը, որը արձանագրված է Աստվածաշնչում։ Ես վերջապես գտա գաղտնիքը։ 7-րդ օրվա շաբաթն այն է, որով տրված է Աստծո օրհնությունը։ Ես գտա այն եկեղեցին, որը պահում է շաբաթն ըստ Աստվածաշնչի, ինչպես Հիսուսն ու առաքյալները։ Դա Աստծո եկեղեցին է։